որպես տեղական թագավոր։ Դա առաջ է բերել իր գերակայության անհրաժեշտությունը բուրգերների ու Գագիկի կողմից, իսկ Փարիսոսում Սենեքերիմը։ Միևնույն ժամանակ թագավորը հռչակել նաև Սմբատյունին։ Ինչ հիմնականում հաջողվել է հաղթահարել թագավորությանը սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները, զբաղվել երկրի շենացմամբ, կառուցապատել ու ընդարձակել մայրաքաղաքը, զբաղվել երկրի շենացմամբ, կառուցապատել ու ընդարձակել մայրաքաղաքը, վարել ու խաղալ արտաքին քաղաքականություն, ձգտելով հարևան արաբական ամենայնություններին, վեճեր լուծել դիվանագիտական ճանապարհը։ Պատմագրության մեջ կա տեսակետ, որ ես զոհեմ գնացել իմ եղբոր, իմ եղբոր դավադրությամբ, բայց ուսումնասիրողը համոզված է Գագիկի կողմից, բայց կա տեսակետ, որ իմ օրոք Գագիկը աքսորված է և վերադարձել է միայն իմ մահից հետո, բայց ուսումնասիրողը համոզված է, որ իմ սպանությունը կազմակերպել Գագիկի և հայ ավագնու կողմից։ Մահացել է 950 թվականին և թաղվել անոր, ինձ է հաջորդել իմ եղբայր Գագիկ առաջնյա։ Գայք առաջի շանշահայոց Գնականել է մինա ուրությունից 1020 թվականներին հայոց արքա Աշոտիոց ողորմատի և խոշորան ստագու երկրորդ որդին է։ Հայոց արքա Սմբատ երկրորդ եզակալի կրծեր իր զորի արքա Գուրգենա Բագրատուն ավար եղբայրն։ Սերմեն Բագրատունի թագավորական հարստությունը։ Հաջորդել են եղբորը Սմբատ Բեին։ Կրել են հայոց վրա շանշա տիտղոսը։ Հենվելով երկիցետեսական և ռազմական հզորության վրա հաջողությամբ շարունակել է պայքարը Բագրատունյան Հայաստանի միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Ին գահական մակարիների Բագրատունյան թագավորությունը ձևակողմ էր իր հզորության ու բարգավաճման գլխավոր ենթափուլը։ Մոտ 1000-անոց բանակ է ստեղծել, կազմակերպել մարդուհի մշտական զորք։ Գրավել են Բագրատունի թագավորությունից անջատված մի քանի գավառներ և դվիներ։ Արտակ ներխուժման մտագիտեն զինական դաշտ կերտել Դավիթ Պիրոպաղատի վրաց Բագրատ երկուկեն թագավորների հետ։ Իմ գահական առաջին տարում Ատրպատականի Ամիրը Մամրան Մարևան Ամիրաների հետ արշավել է Դավիթ Պիրոպաղատի և Անեի դեմ, մտելով Սաշկոտ ընկավառը և բանակի Կոստյան գյուղը։ Իմ Կաշիաբաղ թագավորի վրաց Բագրատ երկուկեն թագավորների զորքերը ետ են մղել թշնամուն։ 958 թվականին միացած զորքերը պարտության են մատել թշնամուն, կանխելով արաբների ասպատակությունը։ 1001 թվականին Սայգյամից հետո հայ և վրա իշխանները գնացին Վասիլ II մոտ որպես հնադանդություն հայտեն, ես չգնացի Վասիլ II մոտ ցույց դնելով երկիակացություն և ինքնիշխանությունը։ Իմ գերիշխանության են ենթարկվել Լոռուկարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին տաշ ջրագիր թագավոր Դավիթ Ֆիդիկյանը անհողի մականունով տարանում է իմ դեմ։ Ես առանցապատելու դիմեցի վճռական գործողությունների, զորքը մտցրի տաշի գավառ և բանակեց նրա նստավայրը Շամուշու դեպի քաղաքը։ Դրանից հետո գրավեց նաև գավառը, նաև Աշտերի հովիտը։ Այս ամենտերն է 3 ամիս, որից հետո Դավիթ Անհովինը ողջույն վիճր է կայացնում։ Սարգսյաց Սևանցի միջնորդությամբ մեր միշտ խաղաղություն է կնքում Շիրակավանում։ Դավիթ Անհովինը պարտավորում է նախկինի պես հավատարիմ մնալ ինձ։ Դավիթը խլեց է Աշտերի հովիտը, կայ և կայծոն բերքերով, նաև Տավուշ գավառը։ Վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացել իր տարածքներին։ Գրավել են Արցախի մեծ մասը և Խաչինը, նաև Ասպուրականի, Ծաղկոտի և Կոգովիտ գավառները։ Բագրատունյան թագավորությունը իմ շրջանակ քաղաքականության շնորհիվ վարնում է խաղաղություն, որը շարունակվում է մինչև իմ մահ։ Իմ ժամանակ ստեղծում են տնտեսական և մշակույթի նյութական նախադրամներ, և ծախում բարգավաճում էր Հայաստանը, այդ փաստը գրգռում էր հարևան ցեղերի ախորժակը։ Ես հետամուտ եմ դիմում երկրի հզորացմանը, նույնիսկ կազմավորումների ամրապնդելն ու հզորացմանը։ Հարևան Բյուզանդիան և ոչ էլ արաբները չեն փորձում խախտել երկրի անդորը։ Իմ օրոք Բագրատունյան թագավորության սահմանները ընդարձակվել են, Սփյուռք գետը մինչև Ապահովի, Շամքոր մինչև Աղաշակի։ Իմ մասին ասվեք պատմի չպատմում են։ Երբ տիրապետել է նա բազմաթիվ բերքերի և գավառների, Փարիսոսի, Վայոց ձոր և Խաչենի սահմաններում ավելի քանի մեղբայր է, և չկա որ մեկը որ սա պատճառ է Հայաստանին։ Իմ կին է Կատրամի Թագուհին։ Ծնվել, ապրել ու գործել են 10-11 դարերը։ Եղել է 950-1020 թվականներին գահակալած Գայկա թագավորի կինը։
Սյունած աշխարհի վասակաթակավորի դուստը։ Զբաղվել եմ բարերարությամբ։ Կառուցել եմ ու հավանավորել եմ բազմաթիվ եկեղեցիներ։ Այդ ձեռնարկում է Պսակներանի վայր տաճարը, որի կառուցումը հիմքընկրել է Սմբատ Բագրատունին։ Իր գահակարության վերջին տարում 975 թվականին, որն իր ավարտին եմ հասցրել ես 1001 թվականին։ Մայր տաճարի կրկնօրինակն է Գյումրու Սուրբ Խաչ եկեղեցի, որը հիմնովին ավերվել է 1970 թվականի երկրաշարժից։ Իմ ամուսնու Գայիկ Բագրատունի հետ թաղված եմ նրա կառուցած տաճարի հանգստարանում փոքրիկ մատուռի մեջ։ Եղել եմ Սուրբ Թագավոր Վասակին, ով կառավարել է 956 թվականների միակ դուստը, Սմբատ Սյունթորը, որ շարունության պատմիչների վկայությամբ ես վրացարքադուստր էի, ինչ փաստերով հերթում էր։ Գայիկ Աշանշահը և ես ունեցել են 4 զավակ՝ Խուշուշը, Հովհաննես Սմբատը, Աշոտը և Աբասը։ Գայիկ Աշանշահի հոր Աշոտը Ուրմա Շանշահի օրոք 961 թվականին անուն 1000 եկեղեցիների խաղ դարձել է Բագրատունյան թագավորության մայրաքաղաքը։ Աշոտ թագավորը կառուցել է պարիսպների մի գիծ, որին նրա ավագ որդին և հաջորդ Սմբատ տիեզերակալը ավելացրել է երկրորդ գիծը։ Գայիկ Աշանշահի օրոք շարունակում է մայրաքաղաքանի կառուցապատումը եկեղեցական կառույցներով։ Պատմիչների վկայությամբ քրիստոնեական հավատքին հավատարիմ թագուհին կատարում են բոլոր ծեսերն ու անոթները, հաճախում մայրաքաղաքի եկեղեցիներ, աղոթում ու լսում հոգևոր երգեր։ Իմ հովանավորությամբ Անին մայր տաճարը զարդարվել է ծիրանածալի ոսկեղեն գործվածներով, արտաթեոր ոսկե անոթներում։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթի խաչ, իսկ Սմբատ տիեզերակալը Հնդկաստանի բերել է տվել բյուրինյաց սկաճախ։ Նրանք կառուցել են նաև իջևանատներ, ապարանքներ և աշենություններ։ Վահրամ Մախլավուշ, հայ ռազմական պետական գործիչ, զորավար, պատվիկ, 982-1021-ին իշխանած իշխան, 1021-1045-ին հայոց խարապետ։ Եղել են Գրիգոր Համզեի և Շանի որդին, Գրիգոր Մագնիսոսի հորեղբայրը, Վահրամներ իշխանական տոհմը։ Կառուցել են նշանավոր Մարմարաշենի եկեղեցին և Ամբերդի Վահրամաշեն եկեղեցին։ Սևանա լճի հարավային կողմերը արդեն կազմել են մի խոշոր գավառական կենտրոն։ Այդ գավառական կենտրոնը բաժնին է Հրազդան գետի ափին։ Այդտեղ հիշում են մեր վահրամների իշխանական տոհմի ներկայացուցիչները, որոնք աչքի են ընկել իրենց հարստությամբ և կարևոր դեր են կատարել թե Բագրատունի հարստությունում և թե հետո եկեղեցական ասպարեզում։ Մեր տոհմի մասին տեղեկություններ կարող ենք ստանալ Անի քաղաքում, որտեղ որ կան տոհմի ծագման մասին տեղեկություններ և հիշատակություններ։ Մեր ձեռնարկումներից ամենահինը դա մեր գերեզմանն է, որի մոտ էլ գտնվում է մի փոքրիկ եկեղեցի, Ապուղամրեցը։ Այդտեղ պահված տեղեկություններից հասկանում ենք, որ տոհմի հիմնադիրը Ապուղամրն է և նրա որդը Գրիգոր Համզեից էլ հենց սկսվում է տոհմը։ Նրա կինն էր Շուշանիկը, կոչվել է Տիկրաս Տիկին։ Նրանց հաջորդել եմ ես, Վահրամ Մախլավուշ, 967 թվականին հրամանատար եմ նշանակվել։ 988 թվականին, երբ հայ և վրաց բարակները կռվում էին Ատրպատականի Մաման Ամիրայի դեմ, ես ղեկավարում եմ Միացյալ զորքում։ 998 թվականին Ծումբի ճակատամարտում իմ գլխավորությամբ հայերը ջախջախեցին արաբներին։ Ես հրամանատար եմ նշանակվել, երբ կոչվել եմ իշխանած իշխան, Բագրատունյան հարստությունում կարևոր դեր եմ կատարել։ 1026-ին կառուցել եմ Մարմարաշենի գլխավոր եկեղեցին։ 1041 թվականին հայ Հովհաննես Սմբատ Բագրատունի ումահից հետո մերժել են 6 սարքսից թագավոր դառնալու հավանականությունները։ Օժանդակել Գանգ Բ թագավորի Գանգ Վարդանանը և փորձել խոչընդոտել Բյուզանդիան անին գրավող փորձել է։ Իմ գլխավորությամբ ըստ Արիստակեսի հայ բարակը 4 անգամ ետ է մղել անին փորձով գրավել Բյուզանդիայի զորքը։ Եվ 1045-ին վերջնական անին Բյուզանդիան ասելուց հետո 1046 կամ 1047 թվականին մասնակցել է Միքայել Էաստեսի արշավանքին և հենց այդտեղ զոհվել են Գրիգոր որդուն հետ, թաղված է Մարմարաշենի վանքում։
Հա,